Սաղմոս 136. Գոհացեք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացեք Աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացեք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Նա է միայն մեծամեծ հրաշքներ գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեծամեծ լուսատուններ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Եգիպտոսն զարկեց նրա առաջիննեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը, և Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Ամորահացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Եվ Բասանի Օգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Ժառանգություն իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Գոհացեք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։